Շնորհակալ եմ։ Ամենակարևորը ես ձեզ ասեմ, հիմնական հարցը, որ այսօր մենք ծրագիր ունենք առաջարկ Հայաստանին, որը շփվել են ժողովրդի հետ, տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, հարցրել են, լսել են իրենց դարդ ու ցավը, խնդիրը, պրոբլեմը, որ մեր մասնագետները դրանք լուծումներն են նախատեսել, լուծումները արել են։ Ամենակարևորը ես ասեմ այսօրվա վիճակով տեսնելով ամեն ինչ, որ մեր այսօրվա իշխանությունը, բացի սուտ ասելուց, դադակ խոսալուց, արդեն դուք բոլորդ էլ զգացել եք։ Էլ այսօր բան չունի ասելու։ Մենակ բռնելով, վիրավորելով, ներվային համակարգը խառնված, ասենք թե չի պայելով իրեն արժանի, քարոզա, որտեվ ասելու բան չունի։ Ասել այն ժամանակ ասում էր, ես չեմ եկել Արցախը հանձնելու, ես ժողովրդի ներկայացուցիչն եմ, մենք ունենք 4 միլիոն վարչապետ, ցանկացած դուցել ենք, բայց սուտ, քամի, դադար, ոչ մի բան, այսօր էլ ներվայնացած է, որտեղ ոչ մի բան չի համապատասխանում իրականություն, չի էլ կարող անի արդեն։ Հիմնական ասում եմ, այսօր հիմնական մեր սպառնալիքը արդեն Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն է։ Էլ ոչ մի բան չի մնացել։ Ունենք ծրագիր եւ երաշխավորած խաղաղություն եւ տնտեսություն զարգացնելու, ապահովելու։ Հիմնական հարցը դա ոչ թե ասելն, այլ մարդ պետք է ծրագիր ունենա, որ կարողանա դա իրականացնի։ 8 տարում ոչ մի բան չկարողացան եղել, բացի պարտքեր կուտակելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց։ Ու այսօր ասում ես ներվայնանում է։ Այսօր ցանկացած մարդի մա հայտարարել որ մարդ չերևա բռնում են, երեխուն են գործից անում, ակտ են գրում։ Այ եղբայրան տենց երկի չեն պայ, վերջ եկել է։ Արդեն ինքը պետք է հասկանա, շուտ թողի գնա։ Անհնար է, կարամ գրեմ, ստորագրեմ, որ ինչ որ ինքը կարա շարունակի։ Էլ ոչ տեղա թողը, ոչ հնարավորություն, ոչ պայման։ 10,000 դրամ թոշակները եմ ժամանակ թոշակառուներին ասում են ավելացեք, մարդիկ չեն կարող միսարներ, թոշակ չի բար, ասում են միս չի բավարարում, թող խոտ ուտեն։ Հանդությունից առաջ 20 օր առաջ 10,000 դրամ ավելացնել։ Ինչ է դա նշանակում։ Այս թանկության մեջ միջին զամբյուղը 78,000 է, իրանց հաշվարկով 49,000, բա ինքես ով ատալու որ մարդը չեք կարում կազմակերպեք, ձեր պատճառով իրանք չունի մի ամբողջ աստ ուժելու, մի ամբողջ ժողովուրդ ուժելու, կարճ կոնկրետ, դա համար էլ այսօր որ տեղի խոսում եմ, ինձ տեղեկացել են, Ծառուկյան ջան, ուրեմն կորցնես ունեցվածքը, ասեմ ես իմ ունեցվածքը, իմ երկիր ունեցվածքի հետ փոխող մարդ չեմ, ես եմ ստեղծեմ, բայց այսօր այդ վախացնելը, մարդկանց ձերբակալը, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այսօր իր թիմակիցներն էլ պարտավորված կատարում են, վախում են, չկատարեն իրենց էլ է ձերբակալելու։ Դա համար թողնանք էլ հանգիստ լինեն, ինչը սկիզբ ունի, նա վերջ ունի։ 8 տարի անցել է ոչ մի բան չի արել, այսօր միայն պարտվելով, խայտարակվելով, տուժելով, ինքազրկելով, իմ ամբողջ ազգին խեղճացնելով։ Սա է։ Դա համար այսօր ներվերի չի որ ասենք թե զոհվածի մորնել կարա վիրավորի, թևից քաշեն կամ չեն թողում մարդիկ արտահայտվեն։ Այն ժամանակ ասում են որ այսքան ժողովուրդ ունեմ, այդքան էլ վարչապետ եմ։ Կամ ասենք թե ինչ որ ասում են, եթե ես մի քայլ կատարեմ, իմ ժողովրդին հարցնելու եմ, ժողովուրդը տեղակալ լինելու։ Գնաց Չեխիա հանձնեց Արցախը, այդ սաղ այդքան հարած, այդքան դրանցը, այդքան կորուստներ տվեց, ասեց մենք ինչ Արցախ ասում դա Ադրբեջանով է։ Սենց շարունակվի 3 ամսվա ընթացքում ասել է Երևան Ադրբեջանա ու վերջ։ Սևան Ադրբեջանա ու վերջ։ Այսօր նա այլ ասելու բան չունի։ Այս Կալեվի խոսալներ դուք տեսնում եք նա ոնց է խոսում։ Վիրավորական առամարակով մեզից վրեժ է լուծում իր խոսալով։ Այդ է հիմնական կամ Ալեվի պես մարդը, որ այսքան չարիք, այսքան վերելով շնորհակալություն են հայտնում, ներողություն են խնդրում։ Դա պատիվ չի բերում։ Այնպես որ դուքները տեղը պահեք, ինչ է սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։ Ոչ մի մարդ մշտական չի, ոչ մի պաշտոն է հավիտենական չի, բայց աշխատելու ժամանակ կարող է հարգանք ձեռք բերի անուն, որ կարողանա մարդկանց մեջ շփվի, հանրության մեջ շփվի։ Ոչ թե պրծնելուց հետո չգիտենք ինչ պետք է անի։ Շնորհակալ եմ։ Երևանցիներին ասեք, երևանցիներին։ Երևան գյուղի ժողովուրդը գյուղացի է, ազգի նորմալ մարդ։ Գիտեմ։ Երևանցիներին ասեք, որ քաղաքացի են։ Հիմա ձեզ Ոչ էլ գյուղացի են։ Երևանցիներ։ Անտեր մարդիկ են երևանցիք իրանք են բերել ընտրել, իրանք են բազմացել, մեզ է կրակացել։ Ես հիմա ձերանը ոնց էր։ Ժուրա ջան, ուրեմն հիմնական նույնը ես եմ ժողովրդի իրան ընտրել։
Ես որ գնացել եմ հրապարակ, որ ցաղ ասում էր ես էս կանեմ, ժողովուրդն վարչապետ, ես ավելացնել եմ, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, այսօր օրին մենակ ժողովրդին տուգանելով գնում առաջ, գույքարկ ավելացնով, հարկեր ավելացնով, տուժեր գնելու վրա, ամեն ինչ անում է, հիմա եկել է փոխելու ժամանակը, որը ինքը ոչ մի ասած չի արել, այսքան ամեն ինչ կորցնելով, խայտարակելով, տարածքներ կորցնելով, զոհեր տալով, քանի 1000-10,000-ից ավել հաշմանդամ ունենք, քանի հազար են որ ասում են 5000, իսկ ինչ եք ասում, լավ թողելի 4890, կորածներ ինչքան ունենք, դա ծնողները նստած տունը սեկի մեջ, որ գոնե պետք է տեղյակ լինեն, վիրավորելով, ձեռից բռնելով, գործից հանելով, դες չի լինում, դա ինչ սկիզբ ունի, դա վերջ ունի, անպայման ամեն մարդ իր տեղը գտնելու, ասու կամոք, հանգիստ եղեք, Ես ոչ մի անգամ չեմ ընտրել, ոչ առաջիական, ոչ երկու։ այո, Բայց էլի ես ազգովի այո, մեղավոր եմ համարում։ Մենք էլ քա։ մեր բոլորի մեղքն է, ինչը սխալ է, դա ուղղվելի է, ձեր ցավը տանեմ, հանգիստ եղեք, աստծո կամոք, այս վիճակը դուք զգում եք, որ արդեն ինքը ինձ ասել էին, որ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իր տեղը չի գտնում, ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել է։ Ես ասել եմ, իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարող փոխեմ։ Այսինքն որ արդեն զգում են տեղը տեղին ասում են, այսօր 20 տարի առաջ սեփականացած գործանը, ասում են Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է, ինչն է, աշխատում են, հարկերը տալիս ենք, բարձի, ինչ վերցել ենք, մի բան էլ ավել, քարը գարինները զարգացել։ Դրանով ուզում են Ծառուկյանին վախացնեն, այլ հակառակը, ինչ որ կա իրականն ասել եմ, իմ ժողովրդից հավատան եմ, որտեղ գնացել եմ, պարճակատով, ընդունելով, հարգանքով, ավելի շատ անել եմ, ավելի շատ ասել եմ, մենք միասնական պետք է փոխենք, մենք ենազն ենք, աշխատող ստեղծող ժողովուրդ ենք, այս խեղճությունը, այս խայտարակությունը աշխարհում ենք, մենք մեր հեղինակությունը գցում ենք, մենք պետք է կարողանանք միասնական, այս իրականացնենք, մեջներս ուղղենք, երաշխավորած խաղաղություն լինի, տնտեսությունը զարգանա, ժողովուրդն կարողանա նորմալ ապրել։ Անհնարին ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր Սյունիքը աշխարհի պաշարներից 10% իր մոտ է, որ ճիշտ կազմակերպեն, թող կազմակերպեր, բերեր դներ, ոչ թե հումքը ստեղի տանեին Եվրոպա, հենց ստեղ մշակեին։ Այդքան տարբեր թանկարժեք մետաղներ կան, այդքան ասենք թե գործաներ կբացվեր, պղնձի, ալյումինի, ոսկու, կաբելներ կարտադրեն, ինչ ասես կանեին, Պոչերես 50 տարի չի մշակում, թող մշակեն այդքան ոսկի 1000 բան կա մեջը, ու քանի հազար աշխատատեղ կլներ, ահավոր, շատ, բայց ասենք թե ոչ մի բան, մենակ հարկեր տուրքեր, չեն կարող մտածեն, պատկերացնեն, որ զարգացնեն, ժողովուրդն լավ ապրի, մարդը մեկ անգամ ծնվել է, մեկ անգամ էլ պետք է մանա, ուզում է կյանքի բարիքներից օգտվի, կամ սաղ երկիրը կալանավոր է, սաղ, ով ասեց, ինչ հարցով ասեց, բռնեն ու ձերբակալ են, մի հատ էլ որ մեզ հնարություն է, մի հատ էլ համաներում ենք անելու, մինչև 10 տարի, ով ձերբակալված է մարդուն, իշան ազգային վերածննդի ներքին հարցան համերցան, բանով ներում եք շնորելու մարդիկ թող գնան իրանց ընտանիք իրանց հորնմոր իրանց երեխեքին, սխալվել են, բաց է թող, հոյեցի միշտ չէ մարդը սաղ կյանքը կալանավայրում մնալու, պետք է քայլ կատարես, հնարություն տաս, մարդիկ գոհ լինեն, շնորհակալ լինեն, ով կսխալվի երկրորդ անգամ մեղքի իր վիզը հարց կա, բայց պետք է քայլ կատարես, միայն կարա ուժեղ մարդը, հզոր մարդը, հարգանքով մարդը իր ժողովրդի համար լավ քայլ կատարի, այդ կյանքն է տենց, այնպես դուքները տեղը պայեք, ասում եմ ինչը սկիզբ ունի, նա էլ վերջ ունի, ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեք, պարոն Ծառուկյան, խոսակցություններ են արդեն պտտվում, որ Արարատ ցեմենտի պետականացումը տեղի է ունենում կոնկրետ Ալիևի պահանջով, արդյոք նման շշուկներ ձեզ հասել են եւ ինչպես կմեկնաբանեն։ Ես լսել եմ, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարցն է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են, որը դա հարցներ եւ նրանք էլ հիմնական որ իրավունք էլ չունեն, տեղի ասենք թե մեր դատարանները Օլիմպիական կոմիտեի հարցը այդքան էլ չեն ու դրել են անօրինական որոշում են կայացրել, որտեղ օրենք չկա, հիմնական ՄՕԿ-ը, միջազգային օլիմպիական կոմիտեն այդ հարցերով զբաղվում, որ էսել հնարավոր է, ես ասեմ, բայց դրանք հարցի լուծում չեն, եթե մարդը 20 տարի առաջ գործանը վերցել է, սկսեց դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրաց, այդ նոտի մեջ են, ձեր արածների պատասխանը տվեք, որը ոչ մի լավ բան չի կարել,
բացի զոհեր տալուց, բացի հեղինակազրկելուց, բացի հողեր տալուց, հիմա էլի 3 շրջան ուզում է տա։ Հիմա էլ պետք է ադրբեջանցիներին 300,000 պետք է բերի բնակիչներ։ Հայաստանում, Երևանում, Վարդենիսում, Արագածոտնում։ Ասում են, այդպես բան չկա։ Ես ասում եմ 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը թող վերցնեն, ասում եմ իմ ժողովրդին բերելու եմ, տանկերով չեմ բերելու, ավտոբուս եմ բերելու, բայց որ հանկարծ նեղացեցիք, այսինքն զորքա բերելու դնի մեր երկրում իր ազգին պաշտպան։ Ինչ է դա նշանակում, ժողովուրդ ջան։ Պետք է իմ ժողովուրդը մի քիչ հասկանա, ես այսօր ոչ վարչապետ եմ ուզում, բայց սիրտս ցավում է, որ մենք վիճակը այսօր սուտ ասելով, խաբելով, ես իա թիմակիցներն եմ ասեք 8 տարվա մեջ, ինչ լավ բան եք արել, մի լավ բան, ժողովրդի համար լավ բան ասեմ արել եք, մի լավ բան, բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդին խեղճացնելուց, ու մենակ հարկեր թուրքեր ավելացնել, գույքը հարկը 100% ավելացնելով, հա ինչ են ուզում ասել։ Խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եթե բերել են, հիմա խաղաղություն բերել են, բայց ասենք թե ինչի համար մեր գերիներին չեն տալի, ինչի ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում, ինչի համար հիմա նա ուզում է նորից պահանջ են ներկայացնում, որ 3 շրջան պետք է տան, 3 շրջանից հետո սահմանություն պետք է փոխեն, մասից սարը մեր պասպորտների վրայից հանել են, ցեղասպանության մասին վախում են խոսան, ցեղասպանությունը, որը մեկը պետական ալիքը 12-ից հետո ցույց չի տվել, ամոթը, այսօր գրքերը փոխելով, մեր պատմությունը փոխելով, մենք ազգ ենք, ժողովուրդը պետք է հասկանա, ուշքի գա ու բացառված է, որ իրեն ձայն տան, ինքը միայն ժողովրդին խաբելով, սուտ ասելով գա, ու այսօր Ծառուկյանին վախացնելով, որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենք առաջ բոլոր հավասար են, կար անօրինական պետք է խլես, դա պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու, դա հիմնական մասնավոր սեփականություն է։ Այնպես որ հասկացեք, որ ինքը արդեն խուճապի մեջ է, արդեն չի տիրապետում իր ներվերին, որ զոհվածի մորն էլ է քաշում, հայոյում, բժշկուն էլ, մյուսին էլ հանգիստ չի կարող, հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթա, տենց երկիր պայել չի լինի, տենց ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Հանգիստ եղեք։